Իշխան Սաղաթելյանը եւ, չգիտեմ, իր հայրն էլ է ժամանակին ինչ-որ պաշտոններ ազբաղեցրել, չէ՞ թե չեմ սխալվում, գյուղապետ է եղել եւ այլն, իրանք Սևանի ափին եկքա հյուրանոց ունեն։ Տենց է թե տենց չի։ Տենց է։ Հիմա որ ասում է իրանք են կոռուպցիայի մեջ, ում է ասում որ կոռուպցիայի մեջ է։ Եթե ինձ է ասում, խնդրում եմ իմ աշխատավարձից ավել 1000 դրամ գումար ցույց տալ, որ ես ունեցել եմ պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։ 1000 դրամ թող ցույց տան, ասեն Վահագն Ալեքսյանը կոռուպցիոներ է, քանի որ այ տեսեք նա ունի այսինչ ավել 1000 դրամը։ Թող դա ցույց տան, ասեմ, հա, շատ լավ։ Հիմա եթե կոնկրետ դրվագների մասին են խոսում, ախր ամբողջ խնդիրն այն է, որ իրանք կոռուպցիայի դեմ պայքարը աղավաղում են, հասկանում եք։ Բացատրեմ ինչպես, որտեվ այն ինչը իրանք են մատնանշում։ Մենք դրա 100,000 պատիկն ենք մեր ներքին քննարկումներում ու այլ աշխատանքային քննարկումների ֆորմատում բարձրաձայնում, ցույց տալիս, ներկայացնում, խոսում ու փորձում դրան հակազդման մեխանիզմներ գտնել։ Այն ինչ իրանք են անում, դա ուղղակի աբսուրդ է, որտեվ ներկայացնել կոռուպցիա, երբ որ օրինակ համայնքապետարանը դրել է մրցույթի ինչ-որ մի բանի շինարարություն, մրցույթի, ինչ որ մեկը առաջարկել է ամենացածր գինը, հետո գնացել է այդ աշխատանքը վատ արել, քաղաքապետարանը գնացել է վատ է արել այս աշխատանքը, չեմ ընդունում, գումարը չեմ փոխանցում։ Դա ներկայացնել որպես կոռուպցիա, դա նշանակում է առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարը, միտքը, եղելությունը աղավաղել։